Հայաստանի հարավով անցնող TRIP ճանապարհը ով է ղեկավարելու։ TRIP պրոյեկտը կառավարելու համար ստեղծվել է առևտրային հիմնադրամ, որը ունի ավելի քան $200 միլիոն բյուջե, եւ այդ առևտրային հիմնադրամի ղեկավարը նշանակվել այս մարդը՝ Կոնստանտին Սոկոլովը։ Ով է Կոնստանտին Սոկոլովը, հեսա ամեն ինչ ձեզ կպատմեմ։ Երևի արդեն անունից կրահեցիք, որ ազգությամբ ռուս է, ծնվել է Սանկտ Պետերբուրգում, հրեաների ընտանիքում եւ տեղափոխվել է ԱՄՆ, Չիկագո եւ ԱՄՆ-ում հասել է հաջողության եւ դարձել է մասնավոր կապիտալի ներդրող։ Կոնստանտին Սոկոլովը ըստ երևույթի հենց նենց չի նշանակվել այս պաշտոնին, նա Թրամփի խոշոր նվիրատուներից մեկն է։ Գիտեք, որ Թրամփը ունի Սպիտակ տան Ballroom Project, այդ իրենց շքեղ պարահանդեսային դահլիճի վերանորոգման պրոյեկտն է եւ Կոնստանտին Սոկոլովը խոշոր նվիրատվություն է արել այս պրոյեկտի համար։ Նվիրատվության հստակ գումարը չգիտենք, բայց վստահ եմ ահագին մեծ գումար է եղել։ Նշեմ, որ այս պրոյեկտի համար նվիրատվություն արած բոլոր կորպորացիաները եւ անհատները ստացել են լավ բոնուսներ Սպիտակ տան կողմից, օրինակ Բենջամին Լեոն Ջունիորը, որը կուբացի խոշոր առողջապահական մագնատ է, նվիրատվություն արել եւ նշանակվել է Իսպանիայում Ամերիկայի դեսպանը։ Փաստորեն Կոնստանտին Սոկոլովը համալրել է այս մարդկանց շարքերը եւ խոշոր նվիրատվություն անելուց հետո ստացել է պաշտոն։ Սոկոլովը նաեւ մոտ $12 միլիոն նվիրատվություններ է արել Ամերիկայում հանրապետականների տարբեր պրոյեկտների համար։ Հնարավոր է, որ Սոկոլովի ընկերություններից մեկը նաեւ գնի Թեղուտի պղինձ մոլիբդենային հանքավայրը։ Սոկոլովը նաեւ Viva Armenia-ի այդ բջջային օպերատորի համասեփականատերերից մեկն է։ Մեկնաբանությունները անպայման գրեք ձեր կարծիքը, լայքեք, տարածեք, մինչ